Քանի հանդիպում եք բաց թողել այստեղ ներկայանալու համար։ Չէ, իրականում նախապես պլանավորման շնորհիվ սա էլ կարևոր է, այնպես որ սիրով մասնակցում եմ։ Շատ ուրախ ենք, որ համաձայնվել եք։ Լիլի ջան, գիտենք, որ երկար տարիներ աշխատում եք այս ոլորտում, 25 տարի, հա, աշխատում եք այս ոլորտում, ու հենց կորպորատիվ հաճախորդների հետ մեծ փորձ ունեք։ Այ ասեք, ընկերությունները այսօր ձգտում են ապահովագրություն ունենալ, չնայած նրան, որ ապահովագրությունը պարտադիր չի աշխատակիցների համար։ Ինչու է այդպես։ Այսինքն սա պարզապես թրենդ է, թե անհրաժեշտություն։ Աշխատակիցների առողջության ապահովագրությունը այսօր աշխատակիցներին տրամադրվող արտոնությունների փաթեթի անբաժանելի մաս է։ Ես երբեմն ասում եմ, որ հիմա այնքան սովորական է դարձել աշխատակիցներին առողջության ապահովագրություն տրամադրելը, որքան աշխատավարձ վճարելը, եւ ասում եմ, եթե չունենաս չտրամադրի ընկերությունը այդ բենեֆիթը, կարծես թե իհարկե կատակ եմ անում, բայց ամեն դեպքում այդքան արդեն սովորական է, նույն է թե չվճարել աշխատավարձ։ Հետևաբար կարծում եմ, որ այսօր սա շատ ընդունված արդեն երևույթ է եւ ցանկացած կազմակերպություն իր աշխատակիցների հանգստությունը, առողջությունը, իր մտքի հանգստությունը ապահովելու համար այդ փաթեթները, առողջության ապահովության փաթեթները ձեռք է բերում եւ տրամադրում է։ Իսկ Լիլի ջան, ասեք, ինչպես են աշխատակիցները վերաբերվում դրան, այսինքն ինչպես են գնահատում, ինչքանով են կարևորում ապահովագրության առկայությունը։ Շատ են կարևորում, ես կարող եմ մեր հաճախորդների հետադարձ կապով կիսվել, որոնք մեզ ասում են, որ գործատուն աշխատակիցը գործատուն ընտրում է նաև ելնելով այն փաթեթներից ապահովագրական, որը որ գործատուն տրամադրում է, եւ կարող եմ նշել, որ եթե սրանից 8 տարի առաջ պարզապես առողջության ապահովագրություն տրամադրելը աշխատակիցներին արդեն համարվում էր պլյուս, ապա հիմա այլևս դա այնքան սովորական է դարձել, որ աշխատակիցները սկսում են կարևորել նաև առողջության ապահովագրության փաթեթի բովանդակությունը, այսինքն ինչ է մեջը ներառվում, փաթեթը ընտանիքի անդամների համար տարածվում է, թե չի տարածվում, տրամադրվում է միայն առողջության ապահովագրություն, թե կան նաև այլ ապահովագրական բենեֆիտներ, որոնք որ աշխատակիցներին հասանելի են, դա շատ կարևոր է, ես կարող եմ նաև մեր որպես գործատուի փորձ ասել, որտեղ դե պարզ է, որ մենք էլ ենք մեր աշխատակիցներին առողջության ապահովագրություն տրամադրում, այլապես լավ օգտվում ենք։ Այլապես կստացվեր կոշկակարն առանց կոշիկի, դա շատ կարևոր բենեֆիտ է այսօր նաև աշխատակիցների համար։ Շատ հրաշալի է, իսկապես նման փորձառություն ունենալով, ինքներս էլ օգտվելով զգում ենք ինչքան կարևոր է լավ փաթեթ ունենալ, ոչ թե պարզապես փաթեթ ունենալ, այլ այո, թե ընտանիքի անդամների ներգրավվածությունը, թե մեծ ծածկույթների առկայությունը իսկապես, ինչպես նաև լավ ապահովագրական ընկերությունից ունենալ դա էլ։ Այո, իսկ Լիլի ջան, ասեք, օրինակ կան գործատուներ, ովքեր հաճախ որոշակի հարցեր բաց են թողնում աշխատակիցների հետ կապված, հա, թեկուզ այն, որ ապահովագրությունը ձեռք են բերում պարզապես ձեռք բերելու համար, այսինքն չեն նայում այդտեղ ինչ ծածկույթ կա, ինչ հնարավորություններ կան, իսկապես դա կբավարարի իրենց աշխատակցին, թե ոչ, թե պարզապես անում են դա, որպեսզի ասեն, որ այո, մենք ունենք առողջության ապահովագրություն եւ մենք ապահովագրում ենք մեր աշխատակիցներին։ Մի քիչ կխոսեք սրա մասին։ Գիտեք, չեմ կարող ասել, որ նման տենդենս գոյություն ունի, գործատուները շատ լավ հասկանում են, որ առաջին հայացքից ծախս թվացող առողջության ապահովագրությունը իրականում ներդրում է աշխատակիցների մեջ եւ
բիզնեսի երկարաժամկետ բարեկեցության մեջ, կարող եմ ուղղակի նշել մի քանի կետ, որի վրա գործատուները ուշադրություն չեն դարձնում առողջության ապահովագրող ընտրելիս, որը շատ կարևոր է, նայեք, ի տարբերություն ապահովագրության այլ տեսակների, առողջության ապահովագրության մեջ դեպքերն ավելի հաճախ են տեղի ունենում։ Եթե դուք ունեք մեքենայի կասկո ապահովագրություն կամ ապա, բնականաբար հաճախ ձեր մեքենային չեն հարվածում։ Եթե ունեք տան ապահովագրություն, ասենք շատ հաճախ հրդեհ, ջրի վնաս տեղի չի ունենում։ Իսկ հիվանդությունն այնպիսի բան է, որը շատ ավելի հաճախ է տեղի ունենում անձի կյանքում։ Բացի դրանից, այսօր արդեն մարդիկ ապահովագրությանը վերաբերում են ոչ թե որպես առկա հիվանդությունից բուժվելու ֆինանսական գործիք, այլ ապագա հիվանդությունները կանխարգելելու, ինչպես նաև հիվանդությունները չառաջանալու համար անհրաժեշտ ֆինանսական գործիք։ Իսկ սա նշանակում է, որ մարդիկ շատ ավելի շատ են օգտվում առողջության ապահովագրությունից, քան ապահովագրության մնացած տեսակներից։ Հետաբար շատ կարևոր է, որպեսզի գործատուն ուշադրություն դարձնի սերվիսին։ Ես միշտ մեր հաճախորդներին ասում եմ, որ մեր փաթեթներում գնագոյացումը երկու մասից է բաղկացած։ Գնի 75%-ը դա բժշկական ծառայությունների ինքնարժեքն է, այսինքն այն գումարը, որ մենք հետո փոխհատուցում ենք բժշկական կենտրոններին կամ աշխատակիցներին կրած բժշկական ծախսերի համար, եւ 25%-ը սպասարկման էլեմենտն է, որը շատ դժվար է քանակական գնահատականների վերածել։ Նկատի ունենք ապահովագրական ընկերության կողմից հատուցումների իրականացման արագությունը, բժշկական կենտրոններ դիմելու դեպքում բժշկական կենտրոններում ծառայությունների հաստատման արագությունը, շաբաթ-կիրակի եւ ոչ աշխատանքային օրերին բժշկական ծառայությունների ապահովագրական ծառայությունների հասանելիությունը, բժշկական կենտրոններ ուղիղ դիմելու հնարավորությունը, այդ բոլոր հնարավորությունները մեզ գործատուներին տալիս է FS ապահովագրական ընկերությունը, եւ ես խորհուրդ կտամ գործատուներին անպայման ընտրություն կատարելիս այդ էլեմենտներին նույնպես ուշադրություն դարձնել։ Նշեցիք, որ շաբաթ-կիրակիներին, հանգստյան օրերին, այսինքն նման ճկուն համակարգ է, գործում։ Այո, մեր ծառայությունները հասանելի են հաճախորդներին շաբաթվա մեջ 7 օր, տարվա մեջ 365 օր, օրվա մեջ 24 ժամ, մարդը չի կարող չհիվանդանալ գիշերային ժամերին։ Հենց այդ պատճառով մենք ունենք շուրջ 50 հոգանոց բժիշկների թիմ, իմիջիալոց մեր հաճախորդների հետ աշխատում են հենց բժիշկները, այսինքն բժիշկներն են խոսում հաճախորդների հետ, հասկանում խնդիրը, կատարում համապատասխան ուղղորդումներ այս կամ այն մասնագետների մոտ, ինչպես մեր հաճախորդներից մեկն է ասում, առանց նշելու անուններ, ուղղակի բառացիորեն մեջբերեմ հաճախորդի ասածը, դուք հատուցում եք նույնքան արագ եւ բուժկենտրոնների հետ պայմանավորվում եք նույնքան արագ, որքան ես կբացեի իմ դրամապանակը եւ կանխիկ կամ իմ հեռախոսից քարտով կվճարեի բժշկական ծառայությունների համար։ Դա երևի ամենամեծ գնահատականն է, որը ապահովագրական ընկերությունը կարող է ստանալ իր աշխատանքի դիմաց։ Շատ սուր համեմատություն էր։ Իսկ ասեք, ո՞րն է գործատուների շահը այս ամեն ինչի մեջ, չէ՞ որ այս process-ը շատ ռեսուրսատար է յուրաքանչյուր գործատուի համար, մասնավորապես այս ծախսի տեսքով։ Այո, ծախսատար է, բայց գործատուի ամենամեծ շահը հանգստությունն է, հատկապես եթե դու ունես լավ ապահովագրական գործընկեր, գիտեք, ապահովագրությունը վստահության վրա հիմնված բիզնես է, կարելի է թղթի վրա
ամեն ինչ շատ լավ գրել, գեղեցիկ մատուցել, բայց դա չարժի 2 կոպեկ, եթե առաջին իսկ պահից ծառայությունների օգտվելու առաջին պահից սկսած խոչընդոտներ են առաջանում, երևի դուք լսել եք ապահովագրական ընկերությունների մասին, լսել եք, կարդացել եք կինոներում եք դիտել ապահովագրական ընկերությունների մասին տարբեր միֆեր, հա, միֆեր, երբեմն փաստեր, որ ապահովագրական ընկերությունները գրում են մեծատառերով մի բան, փոքրատառերով այլ բան, եւ հետագայում հաճախորդները հենց այդ փոքրատառերի հետ են առնչվում։ Մեր ընկերությունում ինչու են մեզ սիրում մեր հաճախորդները, հենց նրա համար, որ մենք ազնիվ ենք եւ եթե որևէ բան խոստացել ենք, ապա մենք մեր խոստումները միշտ պահում ենք։ Լիլիթ ջան, իսկ նշեք կան դեպքեր, որոնք կարևոր, շատ առանցքային ճակատագրական դեր են ունեցել ինչ-որ կազմակերպության X աշխատակցի համար կյանքում, հենց որ ապահովագրությունը իրեն փրկել է։ Շատ են այդպիսի դեպքերը, կարող եմ առանց համեստության նշել։ Վերջին տարիներին հաշվի առնելով հիվանդությունների երիտասարդանալը, գուցե դիագնոստիկայի ուժեղացումը նույնպես, ցավոք շատ ենք բոլորս առնչվում տարբեր հիվանդությունների հետ, որոնք նախկինում ավելի հազվադեպ էին հանդես գալիս։ Շատ են դեպքերը, երբ տարեկան բուժզննության ժամանակ հայտնաբերվում է հիվանդությունը դեռևս իր սաղմնային նախնական ոչ վտանգավոր փուլում եւ վաղ ախտորոշումը եւ վաղ բուժումը կանխում է հիվանդության հետագա զարգացումը եւ փրկում է կյանքեր։ Այդպիսի օրինակները բազմաթիվ են, չեմ կարող եզակի օրինակներ նշել, որտեղ իսկապես հավատացեք շատ են։ Կարող եմ ավելացնել նաև, որ մենք խոսում ենք ճիշտ է առողջության ապահովագրությունից, բայց այսօր կարևոր դեր ունեն նաև աշխատակիցներին տրամադրվող այլ բենեֆիտները, մեր ընկերությունը ունի նաև այլ բենեֆիտներ, ապահովագրական բենեֆիտներ, որոնց թվում են կրիտիկական հիվանդություններից ապահովագրությունը, անաշխատունակության ապահովագրությունը, դժբախտ պատահարներից ապահովագրությունը, ի տարբերություն առողջության ապահովագրության, վերջիններս ոչ թե բժշկական ծախսի հատուցում են ենթադրում, այլ որոշակի խնդիրների ի հայտ գալու դեպքում միանվագ գումար են տրամադրում։ Չեք պատկերացնի, թե ինչպիսի հարցեր են լուծում այդ դեպքերը, երբ մարդիկ ստանում են միանգամից մեծ գումարներ եւ դրանով կարողանում են օրինակ կազմակերպել բուժումը արտասահմանում կամ կարողանում են ավելի անաշխատունակության, քանի որ որոշ ժամանակ չեն աշխատում եւ ունեն նաեւ այդ չստացված եկամուտ, նաեւ այդ հարցերը կարգավորել։ Այդպիսի փաթեթներ մեր ընկերությունը նույնպես տրամադրում է, շատ են մեր այն հաճախորդները, ներկային ունենք մոտ 10,000 ապահովագրված անձ ապահովագրական այլ տեսակներից, այլ արտոնությունների փաթեթով, որոնք շատ կարևոր հարցեր են լուծում մարդկանց կյանքում եւ խորհուրդ կտամ բոլոր այն կազմակերպություններին, ովքեր չունեն համապատասխան բյուջեի հասանելիության դեպքում անպայման նախատեսել նման բենեֆիտների տրամադրումը։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, նման պարագայում, նման բենեֆիտներ ունենալու ժամանակ մարդը կարողանում է միանվագ ստանալ գումարը, անկախ նրանից, թե նախքան ծախս կատարելը, հա, բժշկական որևէ։ Այո, ճիշտ եք հասկանում, բժշկական ծախսի հետ տվյալ բենեֆիթային փաթեթները ոչ մի առնչություն չունեն, դրանք վճարվում են հիվանդության կամ դեպքի, հիվանդության ախտորոշման կամ դեպքի տեղի ունենալու փաստով։ Առողջության ապահովագրությունը իր ճանապարհով է գնում, այսինքն եթե մարդ ունի եւ առողջության ապահովագրություն եւ օրինակ
կրիտիկական հիվանդություններից կամ անաշխատունակության ապահովագրություն, ապա 2 փաթեթով էլ ստանում է ապահովագրական հատուցում։ Ճիշտ եք հասկանում։ Շատ լայն հնարավորություններ կան հիմա։ Այո։ Իսկ Լիլի ջան, կնշեք, ինչպիսին պետք է լինի լավ ապահովագրական ընկերությունը, որից գործատուն պատրաստ կլինի գնել առողջության ապահովագրություն իր աշխատակիցների համար։ Ելնա ջան, ապահովագրությունը ես միշտ ասում եմ, որ ապահովագրությունը դա վստահության վրա հիմնված բիզնես է։ Ըստ էության, երբ մեր հաճախորդները մեզ հետ կնքում են ապահովագրության պայմանագիր, ի տարբերություն այլ ծառայությունների ապրանքների, նրանք չեն շոշափում ծառայությունը գնման պահին։ Նրանք ըստ էության վճարում են թղթի համար։ Հետևաբար շատ կարևոր է, որ ապահովագրական ընկերությունը լինի վստահելի։ Ընկերությունը FS-ն իր գործունեության ընթացքում իրեն դրսևորել է իմ կարծիքով որպես վստահելի գործընկեր, եւ երևի թե ամենամեծ հանգամանքը, որի վրա պետք է հաշվի առնել, դա իսկապես ապահովագրական ընկերության վստահելի լինելն է, ռեպուտացիան ապահովագրական շուկայում, ինչպես նաև հատկապես առողջության ապահովագրության մեջ շատ կարևոր նշանակություն ունի ծառայությունների տրամադրման ոչ քանակական էլեմենտները, որոնք որ բարդ է, բայց հնարավոր է գնահատել։ Ինչ ժամկետում են ստացվում ապահովագրական հատուցումները, ինչ ժամկետում է ապահովագրական ընկերությունը հաստատում բժշկական ծառայություններին գումարների ծառայությունների մատուցումը, արդյոք ծառայությունը հասանելի է աշխատանքային ժամերից դուրս, ինչպես նաև շաբաթ-կիրակի օրերին, այդ բոլոր արդյոք հնարավորություն կա ուղիղ դիմել որևէ բժշկական կենտրոն եւ ստանալ ապահովագրական հատուցում, այսինքն չմտածել ծախսելու մասին, ուղղակի դիմել որևէ բուժկենտրոն եւ ծառայությունը հասանելի առանց գումար ծախսելու, այո, առանց գումար ծախսելու։ Այս բոլոր ծառայությունները մենք հնարավորություն ենք տալիս ստանալ եւ բնականաբար դրանք ունեն իրենց արժեքը։ Կնշեք, ինչ փաթեթներ կան առողջության ապահովագրության, որոնք կարող են գործատուները ձեռք բերել։ Մեզ շատ են նման հարց տալիս, հավատացեք, մենք օրական շուրջ 5-6 նմանատիպ զանգ հարցադրում ենք ստանում պոտենցիալ հաճախորդներից եւ իմ խորհուրդն է միշտ նախ եւ առաջ որոշել այն բյուջեն, որի շրջանակներում գործատուն հնարավորություն ունի վճարել, ձեռք բերել առողջության ապահովության փաթեթներ։ Մենք ունենք ներկա պահին 300+ կորպորատիվ հաճախորդներ եւ հավատացեք ունենք 300+ տարբեր ապահովագրական փաթեթներ, որովհետեւ տարբեր են կոլեկտիվների դիմելիությունը, տարբեր են հիվանդությունների բնույթը, տարբեր մոտեցումներ ունեն նաև կազմակերպությունները իրենց ցանկությունների հարցում։ Իդեպ ավելացնեմ, որ լավ ապահովագրական ընկերությունը պետք է կարողանա ճիշտ խորհուրդ տալ ապահովագրական փաթեթի ընտրության հարցում, լավ գործընկերը պետք է կարողանա տրամադրի ձեր կոլեկտիվի, այսինքն գործատուին ներկայացնել իր աշխատակիցների առողջական անձնագիրը, այսպես կոչված, խոսքը չի գնում անհատական յուրաքանչյուր աշխատողի խնդիրները բացահայտելու մասին, բոլորովին դա գաղտնիք է խիստ եւ որին մենք շատ հետևում ենք, բայց ես ինչպես ասացի, ամեն կոլեկտիվ ունի իր առանձնահատկությունները։ Միտեղ ավելի շատ են դիմում ատամնաբուժական հարցերով, մյուստեղում ավելի շատ են դիմում տարեկան բուժզնություններում
երրորդում ավելի շատ են ստացիոնար խնդիրները, չորրորդում եթե գործատուն եւ աշխատակիցների եւ ընտանիքի անդամների համար է վճարում, ընտանիքի անդամները ավելի շատ են դիմում, քան աշխատակիցները։ Այս բոլոր ստատիստիկ ընդհանուր տվյալները ապահովագրական ընկերությունը պետք է կարողանա տրամադրել գործատուին ճիշտ որոշում կայացնելու համար, գործատուն էլ ընտրի արդեն իր առաջնահերթություններից ելնելով։ Կարող եմ մի բան ասել, մեզ շատ հաճախ հարցնում են ինչ արժեն կորպորատիվ առողջության ապահովագրության փաթեթները։ Շատ հետաքրքիր է բոլորին։ Մեզ իմջալոց հենց այդպես էլ հարցը այդպես էլ գալիս է։ Կորպորատիվ առողջության ապահովագրության փաթեթներն արժեն այնքան, որքանով դուք արժևորում եք ձեր աշխատակիցների well-being-ը։ Եթե առաջ 10 տարի առաջ կորպորատիվ առողջության ապահովագրության փաթեթները եւ առողջության ապահովագրությունն առհասարակ միտված էր կոնկրետ խնդիրների լուծմանը, օրինակ մարդն ուներ լեղապարկի վիրահատության անհրաժեշտություն, պիտի գնար վիրահատվեր, որպեսզի այդ խնդիրը չունենար, ուներ քթի միջնապատի վիրահատության անհրաժեշտություն եւ այլն, կամ ուներ սուր գաստրիտ, որը բուժման կարիք ուներ։ Այսօր առողջության ապահովագրությունը դուրս է եկել վաղուց կոնկրետ խնդրի բուժման շրջանակներից։ Այսօր ամեն ինչ ապահովագրությունն այդ թվում գնում է որպես դեպի բարեկեցություն, գնում է դեպի well-being։ Մենք այսօր ավելի շատ հատուցումներ ենք տրամադրում տարեկան կանխարգելիչ բուժզնությունների, քրոնիկ հիվանդությունների դինամիկ հսկողության, տեսողության լազերային վիրահատության շտկման, ձեր ընտրած ապահովագրական փաթեթը անհատական է լինելու, յուրաքանչյուր գործատու ընտրում է իր անհատական փաթեթը, ելնելով իր աշխատակիցների, ինչպես ասեցի, առողջության անձնագրից, իր բյուջեի հնարավորություններից։ Վերադառնալով ինչ արժե հարցի պատասխանին, ասեմ, որ արժեքը նորից կախված է ընտրած ապահովագրական փաթեթից, ձեր ցանկություններից, service level-ից, որը որ դրվելու է նման այդ ծառայությունների ստացման տակ, եւ եզրափակեմ FS-ում առողջության ապահովագրությունը չարժի էժան, արժե թանկ, չի կարող առողջության ապահովագրությունը լինել էժան։ Լավ առողջության ապահովագրությունը եւ առհասարակ լավ ապահովագրությունը էժան լինել չի կարող։ Ռուսերեն ասում են бесплатным бывает только сыр в мышеловке։ Այդ արտահայտությունը ապահովագրության դեպքում շատ կիրառելի է։ Շատ լավ, շատ անկեղծ պատասխանի համար շնորհակալություն։ Լիլիթ ջան, հիմա պատկերացնենք մի պահ, որ X կազմակերպությունը դիմել է իր աշխատակիցներին ապահովագրելու համար։ Որոնք կլինեն նրա հաջորդական քայլերը, ինչ քայլեր պետք է կատարի տվյալ ընկերությունը, որպեսզի իր աշխատակիցները լինեն ապահովագրված, ցանկալի է ունենան լավ ապահովագրություն առողջության։ X կազմակերպությունը նախ եւ առաջ պետք է որոշի, մենք խոսում ենք այս ամեն ինչի մասին, երբ որ առողջության ապահովագրությունը տրամադրվում է որպես benefit, real benefit, այսինքն գործատուն է վճարում, աշխատակիցը չի վճարում, եւ գործատուն է անում այդ ներդրումը աշխատակցի well-being-ի, լոյալության ավելացման մեջ։ Գործատուն նախ եւ առաջ պետք է որոշի այն գումարի շրջանակը, որը որ պատրաստ է ինվեստ անել, ներդնել ապահովագրության մեջ եւ ընտրի ճիշտ ապահովագրական գործընկեր։ Դրանից հետո մեզ կարող են վստահել գործատուները ճիշտ ապահովագրական փաթեթ խորհուրդ տալու, ճիշտ ապահովագրական փաթեթ ձևավորելու, անձնական փորձից կարող եմ ասել, երբ գործատուների ֆինանսական միջոցները բավարար չեն լինում լավ փաթեթ ստանալու մեջ, մենք միշտ դա բարձրաձայնում ենք։ Ամենակարևոր հարցը իմ կարծիքով ակնկալիքների ճիշտ ձևավորումն է, հետագայում խաբված չլինելու համար։ Այդ պատճառով խորհուրդ կտամ նախ սկսել համապատասխան ֆինանսական միջոցների ալոկացիայից,
եւ արդեն ապավագրական գործընկերոջ հետ անցնել փաթեթի ընտրության ճանապարհը։ Ապավագրությունը այն հարցը չէ, որը որ ուղղակի մրցույթի միջոցով կամ էժան գնի միջոցով դու կընտրես լավ ապավագրական գործընկեր։ Քիչ են նման դեպքերը, երբ դա հաջողվում է, հիմնականում պատահականություն են։ Արդեն կրիտերիաները բավականին շատ են, ընտրությունը ավելի բարդ է։ Լիլի ջան, իսկ կնշեք, կա արդյոք աշխատակիցների քանակ, որի դեպքում ընկերությունը կտրամադրի տվյալ գործատուին առողջության ապահովագրություն, այսինքն լինի ստարտափ, թե մեծ ընկերություն, հա, հարյուրավոր աշխատակիցներով, ունի դա նշանակություն, թե ոչ։ Ես շատ հուսով եմ, որ այս հարցազրույցը կհրապարակվի եւ շատ հաճախորդներ կգտնեն իրենց հարցերի պատասխանը, դուք տալիս եք այն հարցերը, որոնք մենք հիմնականում ստանում ենք հաճախորդներից։ Կարող եմ նշել, որ ընկերությունը նման նվազագույն քանակի պահանջ չունի, եթե խոսքը գնում է benefit որպես ապավագրություն տրամադրելու մասին, ապա մենք պատրաստ ենք դիտարկել ցանկացած քանակի։ Կարևորը այստեղ որ դրանք լինեն տվյալ կազմակերպության բոլոր աշխատակիցները, քանի որ կորպորատիվ ապավագրությունը անհատական ապահովագրությունից առաջին հերթին տարբերվում է այն ընտրանքի կրիտերիաներով, որոնք դրված են այդ ամենի հիմքում։ Այսինքն, եթե մենք վերցնում ենք տվյալ կազմակերպության, որտեղ 6 հոգի են աշխատում, եւ բոլոր աշխատողներին ապավագրում ենք, այդ 6 հոգուն հանգիստ կարող ենք ապավագրել։ Մյուս կողմից, եթե մենք վերցնում ենք մեկ այլ կազմակերպություն, որտեղ 50 հոգի է ապավագրում եւ մարդիկ ցանկություն ունեն ապահովագրելու ընդամենը 6-ին, մենք կրկին կարող ենք ապահովագրել, բայց այլ փաթեթներով։ Հետևաբար, որպես այդպիսին քանակային սահմանափակում մենք չունենք։ Ինչու ընտրել FS, ինչու ընտրել FS-ի առողջության ապահովագրությունը։ Որովհետև մենք թափանցիկ ենք, որովհետև մենք վստահելի ենք, որովհետև մենք կատարում ենք մեր խոստումները եւ միշտ լսում ենք մեր հաճախորդների հետադարձ կապը եւ արձագանքում դրանց։ Այդ թափանցիկության, անկեղծության, ազնվության, խորհրդատուի, մենք ավելի շատ մենք խորհրդատու ենք համարում մեր հաճախորդներին, ինչպես ճիշտ կառավարել իրենց ռիսկերը, դա էլ հենց կարևորում են մեր հաճախորդները մեր մեջ որպես գործընկերոջ։ Իհարկե, այս ամենը մենք համեմում ենք մեր ծառայությունների որակի շարունակական բարելավման, օրինակ, անցյալ տարվա վերջին ընկերությունը շուկա հանեց, ներկայացրեց իր բջջային հավելվածը, որը բավականին ֆունկցիոնալ է, հատկապես առողջության ապահովագրություն ունեցող մարդկանց համար, մարդիկ այնտեղ կարող են գտնել իրեն կցագրված բժշկի կոնտակտային համարները, կապ հաստատել այդ թվում բջջային հեռախոսով, WhatsApp, Telegram, Viber հեռախոսակապերով, հայտեր ներկայացնել, ծանոթանալ իր ապահովագրության պայմաններին, այսինքն պայմանագիրը տեսնել, ժամկետներին ծանոթանալ, կնքել ճամփորդության ապահովագրության պայմանագրեր այն զեղչով, որ իրեն հասանելի է առողջության ապահովագրության փաթեթի շրջանակներում, իհարկե, ինչպես մեր հաճախորդներից մեկն ասեց, ձեր դիմելիությունը առողջության ապահովագրության համար դեպի ձեր ընկերություն էականորեն մեծացավ ձեր բջջային հավելվածի պատճառով, որտեղ բջջային հավելվածը շատ ֆունկցիոնալ է, բայց մենք ուրախ ենք, անկեղծ ընկերությունը շարունակում է իր թափանցիկ քաղաքականությունը եւ գործելավոճը եւ մենք մեր ուղին այդտեղ ենք տեսնում։ Իսկ ասեք, օրինակ,
Հավելվածի միջոցով ինչպես է կարգավորվում այդ process-ները, որ նշում են, որ հեշտացրել է ավելի գործընթացները, այսինքն ինչպես է կատարվում, օրինակ ես հաճախեցի բուժկենտրոն ու պետք է, ինչպես եք ասում, հայտ ներկայացնեմ, պետք է զանգահարեմ ընկերություն, թե հավելվածի միջոցով դա հնարավոր կլինի կատարել։ Թույլ տվեք նախ եւ առաջ սկսեմ ամենասկզբից, մենք մեր բոլոր հաճախորդներին խորհուրդ ենք տալիս բժշկական կենտրոն հաճախվելուց առաջ մեզ հետ կապ հաստատել այն բժշկի հետ, ով որ սպասարկում է տվյալ պայմանագիրը տվյալ հաճախորդին, մեզ մոտ բժշկական թիմերն են առանձին թիմեր են սպասարկում առանձին հաճախորդների եւ բժշկի անունը, կոնտակտային տվյալները բոլորը հավելվածի մեջ կան, այսինքն կարիք չունի մարդը բացել ինչ որ քարտեր փնտրել եւ այլն, call center զանգահարել, այո, բժշկի անուն հիշել, համար գրանցել եւ այլն, բացում է բջջային հավելվածը, ուղղակի սեղմում է կապ հաստատել եւ ակտիվ զանգի միջոցով կարողանում է ցանկանում է տեքստային հաղորդագրություն ուղարկել, խնդրեմ կրկին հավելվածի միջոցով կարող է համապատասխան հավելվածների արդեն, հա, WhatsApp-ի եւ այլն տեքստային հաղորդագրություններ ուղարկել։ Մենք խորհուրդ ենք տալիս միշտ նախապես խոսել մեր բժշկի հետ բժշկական կենտրոն գնալուց առաջ կամ մենք սիրում ենք մենք մեզ բուժում նշանակել, մենք մեզ որոշել, որ մեզ պետք է սոնոգրաֆիա, որ մեզ պետք է ինչպես ասում ենք MRT, շատ խորհուրդ ենք տալիս, որ դիմենք բժշկի, մեր բժիշկը ճիշտ խորհուրդ կտա արդեն գուցե պետք է ոչ թե MRT անցնել, այլ եւս երկու այլ հետազոտություն, որը որ ճիշտ թույլ կտա, այո, հիվանդությունը վարել, խնդիրը վարել ավելի ճիշտ։ Եթե այնուամենայնիվ դուք կրել եք բժշկական ծախսը արդեն եւ ցանկանում եք դիմել ապավագրական փոխհատուցման համար, որպես այդպիսին հայտ չի բացվում։ Ուղղակի բջջային հավելվածով երկու քլիքի միջոցով կարողանում եք այդ փաստաթղթերը մեզ ուղարկել։ Շատ լավ, Լիլիթ ջան, շնորհակալ եմ զրույցի համար։ Այսօր շատ բան իմացանք առողջության ապահովագրության մասին, աշխատակիցներին տրամադրվող որպես բենեֆիտ ծածկույթների եւ մնացած բոլոր առավելությունների մասին։